Մեծ հաճույքով կգնա, եթե նրա անունը տված չլինի։ Հովանավանքի հոգևոր հովիվին Տեր Արամին կարգալույծ են արել եւ նա հիմա պատրաստում է այս կիրակի Սուրբ Պատարագ մատուցել, որի մասնակցելու է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դուք ընդունում եք այս ամենը, թե չէ, որ կարգալույծ արված քահանան պատարագ է մատուցելու։ Իսկ սկսենք արդյոք ճիշտ է, որ կարգալույծ է արված։ Ես կարծում եմ ավելի ճիշտ կլներ կարգալույծ չանեն, եթե հարցեր ունեն եւ եթե իրենք ասում են դա մեր ներքին խոհարնոցն է, լուծեին այդ հարցը, բայց անմիջապես այդ քայլին չգնային։ Երկրորդը, ես հասկանում եմ ինչեւ վարչապետը մասնակցում, ինքը ուզում է ասել ես սատարում եմ իրեն, այսինքն ինքը լքված չի, ուզում է ցույց տալ իր սատարումը, իր մասնակցությունը, որ ժողովուրդը ավելի շատ գա եւ ասի, որ միևնույն է մենք ձեզ ընդունում ենք որպես քահանա։ Ով է կարգալույծ արել իրան։ Կաթողիկոսը։ Ուրեմն ճիշտ չի արել, որ կարգալույծ արել, եթե կաթողիկոսն է, կաթողիկոս չի ինքը։ Եղավ ասել է ինչա։ Ես չեմ գտնում, որ ինքը արժանի է մտնի եկեղեցի, որովհետև նա պատրաստում անեց բաներ անել, որ ուղեղներից մեջ չի մտնում։ Դա հայ ժողովրդի պատմության համար դա խայտարակություն է ուղղակի։ Մեր այդ ադատները սաղ կորսն ոտնատակ են անում։ Իհարկե բնականաբար մեծ հաճույքով կգնա, եթե նրա անունը տված չլինի։ Մախինացիաներ են անում խայտարակ ձևի, որ չես իմանում դրա տակ ինչ կա։ Կարող է ինքը մտնելու է հետևից գան բռնեն տանեն սաղին, կալանավորեն, ոնց են սաղին կալանավոր։ Մի օր է վախում եմ ինձ գան կալանավորեն։ Ինչքանով գիտեմ այդ քահանան, ես չգիտեմ ով է։ Դա սուրբ իսկական քահանա չի։ Ես համենայն դեպս համոզված եմ, եթե նրա առաջարկած անձնավորությունը նա չի կարող հայ ժողովրդի ինչ-որ օգուտ տա բացի վնասին։ Նրանք թուրքամետ են ուրեմն։ Իսկ դրա անունը չինի ոչ տակ вообще։ Ես դրան вообще չեմ հետարկում вообще։ Ինչու։ Ինչու։ Ինձ պրատիվնի է, որ բանը նայում եմ իրա խոսալուն իրա բանը։ Այդ վերջում ես դու ատամները միած սարքի։ Ընդունում եք, որ կարգալույծ արված քահանան կարող է պատարագ մատուցել։ Այս կիրակի Սուրբ Հովանավանքում Սուրբ Պատարագ է մատուցվելու կարգալույծ արված Տեր Արամի ձեռամբ։ Դուք ինչպես եք սա ընդունում։ Ազնիվ ասեմ չեմ ճանաչում իրենց։ Շատ բան չգիտեմ։ Տեր Արամին չեք ճանաչում։ Ազնիվ չի լինի որ ասեմ։ Իսկապես շատ խառն է, չգիտեմ ինչ ասեմ։ Չեմ ընդունում։ Կառավարությունը, օրենսդիր տեղական իշխանությունները իրենց վերապահված լիազորությունները պետք է իրականացնեն։ Դժվար հարց է։ Արդյոք սա եւս մեկ պայքար չէ կաթողիկոսի դեմ, սրանով եւս մեկ անգամ չեն հարվածում կաթողիկոսին։ Դե հարվածում են։ Էլի դրա համար օրենքներ գոյություն ունի, ըստ օրենքի պետք է գործես։ Իսկ վարչապետը իրավունք ունի կարգալույծ անել կաթողիկոսին։ Վարչապետը իրավունք չունի։ Դա եկեղեցական խորհուրդն է հավաքվում եւ այնտեղ են որոշում։ Վարչապետը նաև հայտարարել էր, որ պետք է իր բառերով, ասեմ, վեհարանը վեհափառից ազատենք եւ ժողովրդին կոչ արել մասնակցելու։ Դուք եթե նորից նման կոչով հանդես գա, դուք կմասնակցեք այդ հավաքին։ Ես չեմ մասնակցի, քանի որ ես նախկին ոստիկան եմ, իսկ ոստիկանները քաղաքականության մեջ չեն խառնվում եւ այդ շատ ճիշտ է։ Ոչ, իհարկե ոչ ընդունել։ Եկեղեցու հետ այդպես վարվել չի կարելի։ Շատ վատ, եթե ինքը կարգալույծ եղած է, նա իրավունք չունի։ Դա արդեն դեմ է բոլոր կանոններին։ Եթե նա իր ճիշտը գտնում է, ուրեմն այո, գտնում է որ ինքը ճիշտ է, մաքուր է ամեն ինչում, ուրեմն այո, ինչի ոչ։ Ինչ ուզում է լինի մեր հավատացյալները երբևիցե չպետք է խռովեն եկեղեցից, դա մեկ։ Երկրորդը մարդիկ կան մեծամասնությունը, որ մենք չեն կարող առանց եկեղեցի, առանց ժամերկության մնալ։ Իսկ երբ որ մեր Նիկոլ Փաշինյանը գնում է, գնա եկեղեցի է գնում։ Այդտեղ ես վատ բան չեմ տեսնում, բայց մի բան գիտեմ, որ վերջի արդեն ժամանակներն է չարը բարին, միևնույնն է,
ինչ ուզում են անեն մեր հայ ազգին, եկեղեցիներին, ոչ ոք չի կարող կպնել։ Նիկոլ Փաշինյանին դատող Աստված է եւ բոլորին։ Մի հատ դժոխք, մի հատ դրախտ։ Ով ինչ անի այդ ճանապարհով կգնա։ Դուք էլ մնաք խաղաղությամբ։